Ավելի քան 120 միլիոն դրամ, 10,000 ԱՄՆ դոլար եւ նույնիսկ որսորդական հրացան համարձակ գողություն, որի հետքերը ըստ քննության ի վերջո հասցրել են նախկինում բազմիցս դատապարտված անձի։ Հատկանշական է, որ անգամ նախկին դատվածությունները չեն կանխել նոր, առանձնապես ծանր հանցագործության հնարավոր իրականացումը։ Քննչական կոմիտեի տվյալներով վերջինս հանցավոր համաձայնության գալով եւս երկու անձանց հետ ապօրինի մուտք է գործել ընկերության վարչական շենք եւ մետաղական պահարանից հափշտակել շուրջ 120 միլիոն դրամի գույք։ Քննության ընթացքում դատագենետիկական փորձաքննությունը հաստատել է նրա առնչությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության համար օգտագործված ավտոմեքենան։ Բացի այդ, իրավապահները պարզել են նրա հնարավոր մասնակցությունը եւս մեկ այլ 2022 թվականին կատարված գողությանը։ Խոշոր չափերի գողությունները հաճախ ամիսներ տևած քննչական աշխատանքի արդյունքով են բացահայտվում։ Դեպքի վայրում թողնված ամենափոքր հետքը դատագիտական փորձաքննությունների եզրակացություններն ու օպերատիվ տեղեկությունները կարող են դառնալ այն առանցքային ապացույցները, որոնց հիման վրա բացահայտվում են նույնիսկ նախապես ծրագրված եւ մանրակրկիտ կազմակերպված հանցագործությունները։ Այդպիսի գործերից մեկն է նաեւ նախկինում դատապարտված անձի կողմից շուրջ 120 միլիոն դրամի հափշտակությունը։ Վերջինս երկու այլ անձանց հետ 25 թվականի սեպտեմբերի 6-ին ապօրինի մուտք է գործել Զովունի բնակավայրում գտնվող ընկերության վարչական շենք, կատարել ենթադրյալ հանցավոր արարքն ու դիմել փախուստի։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված անձը երկու այլ անձանց հետ 2025 թվականի սեպտեմբերի 6-ին ապօրինի մուտք են գործել Կոտայքի մարզի բնակավայրերից մեկում գտնվող ընկերության տարածք, այնուհետև մետաղյալ լինգերի պետական միջոցով բացելով տարածքում գտնվող վարչական շենքի պատուհանը, այդտեղից մուտք են գործել վարչական շենք, վարչական շենքում գտնվող աշխատասենյակներից մեկում պահվող մետաղյալ պահարանը նշված իրերի օգնությամբ բացելի արդյունքում դրանից հափշտակել են 116 միլիոն ՀՀ դրամ, 10,000 ԱՄՆ դոլար, որսորդական հրացան եւ փամփուշտներ, որից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Նախաքննության ընթացքում ստուգվել են մի շարք վարկածներ եւ հավաքված ապացույցների, այդ թվում դեպքի վայրում թողնված մետաղական լինգից ու պտուտակահանից վերցված կենսաբանական նմուշների դատագենետիկական փորձաքննության արդյունքներով հաստատվել է վերջինիս առնչությունը հափշտակությանը։ Հայտնաբերվել է նաև հանցագործության կատարման ընթացքում օգտագործված ավտոմեքենան։ Ձեռնարկված միջոցառումների քննչական գործողությունների արդյունքում, այդ թվում նաև մետաղյալ լինգերի եւ պտուտակահանի վրայից վերցված նմուշներով նշանակված դատագենետիկական փորձաքննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանցից մեկը, ով ինչպես նշեցի, նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել եւ ներկայումս էլ մեկ այլ քրեական վարույթով նրա վերաբերյալ դատարանում քրեական գործ է քննվում եւ նա գտնվում է կալանքի տակ։ Քննության փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ նույն անձի հնարավոր առնչության վերաբերյալ 2022 թվականի հունիսի 11-ին Արմավիր քաղաքի ավտոտեղ սպասարկման կայանից 1 միլիոն 265 հազար դրամի գողությանը։ Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է մեկ այլ հանգամանք եւս նախինում կատարված հանցագործություններից մեկը, որը տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում, նույն անձը ապօրինի մուտք գործելով ավտոտեղ սպասարկման կայան, այնտեղից հափշտակել է շուրջ 1 միլիոն 265 հազար ՀՀ դրամ արժողությամբ տարբեր իրեր։ Հսկող դատախազի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այդ անձին մեղադրանք է ներկայացվել Հայ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, իսկ զենքի հափշտակության համար 338-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Նախաքննության ընթացքում արգելանք է դրվել ենթադրյալ հանցանք կատարած անձի ողջ գույքի վրա։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշված անձի գույքի վրա արգելադրում է իրականացվել, այդ թվում հանցագործություն գողությունից հաջորդ օրն իսկ ձեռք բերված
բնակարանի, ինչպես նաև հանցագործության միջոց ծառայած ավտոմեքենայի վրա։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու նպատակով։